Մի բան է լինել հմուտ խոհարար ու հեղինակավոր ռեստորատոր, մեկ այլ բան է դառնալ ռեստորանային բիզնեսի ու խոհարարության փորձագետ ու վերլուծաբան։ Հենց այդ բացառիկ ասպարեզում է ինքնադրսևորվում հաջորդ զրուցակիցս։ Միշա Սուքյաս, իտալացի շեֆ-խոհարար, ռեստորատոր, ռեստորանային բիզնեսի հարցերով խորհրդատու, հեռուստահաղորդավար։ Միշա, ենթադրում եմ ձեր ազգանունը նախնիների Սուքյասյան է եղել, հա? Of course, but Այո, բայց երբ դարձանք Սփյուռքի մի մասը, ստիպված էինք ազգանունը փոխել, որպեսզի մարդկանց ավելի հեշտ լինի արտասանել։ Նախնիներս ուզում էին ավելի նման լինել իրենց շրջապատող մարդկանց։ Որտեղից են եղել Թուրքիայի Արևմտյան Հայաստանի որ նահանգից։ in Istanbul. Ստամբուլում էին ապրում, կարծում էին, որ այդ մեծ քաղաքում իրենց վտանգ չի սպառնա։ He looks for you. Իսկ հայրիկը ծնվել է Երևանում, ոնց հասկանում եմ։ Այո, հայրս երևանցի է։ Ինչպես հետո հայտնվեցիք Իտալիայում։ That is a long story. They went. Երկար պատմություն է։ Հայրիկս սկզբից տեղափոխվել էր Ռումինիա, այնտեղից Ֆրանսիա եւ հետո արդեն եկավ այստեղ Իտալիա, ուր հանդիպեց իտալուհի մայրիկիս։ Իսկ հիմա հայրս ապրում է Լոս Անջելեսում, հայերով շրջապատված, չէ՞ որ հենց այնտեղ է աշխարհի ամենամեծ հայկական համայնքը։ Խոհանոցային ավանդույթները ընտանիքում միշտ եղել են։ Well, the culinary. Միանշանակ, հաստատ կարող եմ ասել, որ ընտանիքում խոհանոցի մասով նախընտրությունը հենց հայկականին էր տրվում։ Հիշում եմ, ինչ խառնաշփոթ էր տիրում խոհանոցում, երբ իտալացի մայրս հայկական ճաշ պատրաստելիս ինքնագլուխ փոխում էր ավանդական բաղադրատոմսերը կամ սխալ էր պատրաստում ուտեստը։ Հայրիկս դա շատ ծանր էր տանում։ Հայկական խոհանոցը կարևոր դեր է խաղացել շեֆ-խոհարար դառնալուց ճանապարհին։ Հայկական մշակույթի շնորհիվ ես բացահայտեցի համեմունքների աշխարհը, իմացա նոր արտահայտիչ համեր։ Ձեր մանկության համն ու բույրը ո՞րն է եղել։ Այ ինչն է ձեզ հետ, որ համն է ձեզ մոտ ասոցիացվում մանկության հետ։ Okay, 100% for me it's lahmacun. Միանշանակ լահմաջոյի համը, երբ այն ուտում եմ, միանգամից հիշում եմ հայրիկիս հետ միասին անցկացրած հանգստյան օրերը, մանթիել եմ սիրում։ Այս ուտեստների հագեցած համը, դրանցում օգտագործված համեմունքները ինձ վերադարձնում են մանկություն։ Երբ հյուր էիք սպասում ընտանիքում, հայրիկն էր պատրաստում թե մայրիկը։ It was a collaboration. Կարելի է ասել իրենք համագործակցում ու մրցում էին։ Մայրիկս հենց բուն պատրաստման աշխատանքների մեջ էր ներգրավված, իսկ հայրիկս վերահսկում էր այդ ամբողջ ընթացքը։ Որոշում էր ուտեստների տեսակները եւ դրանց ներկայացման ձևը սեղանին։ Հայրս պաշտում է ամեն բան, ինչ կապված է ճաշասեղանի հետ։ Ու զարմանալի չէ, որ հիմա իրեն է պատկանում Հարավային Կալիֆոռնիայի գինու ամենամեծ հավաքածուներից մեկը։ Դե որտեղ կերակուրը, այնտեղ էլ ալկոհոլը։ Certo, of course. Իհարկե, հայրս հաստատ դրա հետ համաձայն կլիներ։ Իսկ դուք մանկուց տարված էիք, սիրում էիք մայրիկին, հայրիկին օգնել այդ նույն լահմաջոն, երբանից եք փորձել պատրաստել ինքնուրույն։ I learned from my father. My mom. Խոհարարության հանդեպ սերը իմ մոտ եկել է հայրիկից, մանկուց օգնում էի նրան ճաշ պատրաստել։ Dad was way more into that. Երբ հասկացաք, որ ձեր ապագա կյանքը ու կարիերան պետք է կապված լինի խոհարարության հետ։ So I was not studying architecture. Երբ պատանի էի, հայրս Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում ռեստորան ուներ, եւ քանի որ անտեսել էի հայրիկիս կամքը ու հրաժարվել էի ճարտարապետ դառնալ, որպես պատիժ պետք է աշխատեի այդ ռեստորանում։ Սպասք էի լվանում, այսինքն զբաղվում էի ամենացածր աստիճանի գործերով։ Ռեստորանի թիմն էլ ինձ չէր սիրում, քանի որ սեփականատիրոջ որդին էի, բայց ես հիացած էի խոհարարների աշխատանքից։ Նրանք ինձ ծովահենների անձնակազմ էին հիշեցնում։ Խոսում էին մի լեզվով, որը միայն իրենք էին հասկանում, օգտագործում էին դանակները վիրտուոզների նման։ Դա ինձ անչափ հետաքրքրում էր, եւ մի օր մտածեցի, որ կուզեի դառնալ ահա այդպիսի ծովահեն խոհարարների թիմի շեֆ-նավապետ։ Պատրաստ էի այդպիսի թիմով բաց ծով դուրս գալ։ Զգացի, որ սա այն է, ինչ ես սիրում եմ։ Միշա Սուքյասը լայն ճանաչում է ձեռք բերել խոհարարական արվեստում իր նոր մոտեցման շնորհիվ։ Նրա գաստրոնոմիական ավանգարդային հայացքը գնահատեցին թե ռեստորատորները, թե նրանց հաճախորդ գուրմանները։ Նա հայտնի է համերի ու խոհարարական ազգային ավանդույթների անսպասելի համադրություններով ու համարձակ փորձարկումներով։
Արդյունքում ստեղծվում են շատ յուրահատուկ նոր բաղադրատոմսեր։ Դրանցից մի քանիսը Միշան ներկայացրել է իր հեղինակած խոհարարական գրքի էջերում։ Այն բեսթսելեր էր դարձել։ Հայկական խոհանոցին ծանոթ լինելը շեֆին նկատելի առավելություններ է տվել։ Սուքյասը հաճախ է հայկական տարրեր օգտագործում իր ռեստորանային ճաշացանկերում։ Մեր հայրենակիցը Իտալիայում հայտնի է ոչ միայն որպես հրաշալի ու հեղինակավոր խոհարար, այլ նաև որպես հաջողակ ռեստորատոր։ Նրա ստեղծած ռեստորանային նախագծերից են Միլանում գործող L'Alchimia Pandoca, ֆրանսիական Spice Bistro and Bar Gastropub-ը, Puzzle Trattorian, La Cave ծովային բրասերին։ Վերջին տարիներին Միշան ավելի շատ զբաղվում է պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։ Նա օգնում է խոշոր ռեստորանային ցանցերին ճիշտ կառավարել բիզնեսը։ Միշա Սուքյասը սիրով կիսվում է իր փորձով ու հմտություններով երիտասարդ գործընկերների հետ։ Նա դասախոսություններ է կարդում ապագա շեֆ-խոհարարների համար Միլանի հեղինակավոր Food Genius խոհարարական ակադեմիայում։ Իսկ խոհարարի կամ խոհարարական փորձագետի համար որքանով է կարևոր մասնագիտական կրթություն ստանալը։ Food is made by a lot of Կարծում եմ կրթությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է գործնական շատ փորձ ձեռք բերելը։ Ըստ իս խոհարարության արվեստը սերտորեն կապված է մշակույթների ուսումնասիրության հետ, քանի որ սնունդը մարդաբանություն է։ Ուսումնասիրելով որևէ ժողովրդի խոհանոցը հասկանում ես ովքեր են այդ մարդիկ, ինչ արժեքներ ունեն, ինչի կարիքներ են զգում։ Հետո գալիս է քիմիան, խոսքը ոչ թե սովորական քիմիայի մասին է, այլ սննդի պատրաստման քիմիայի։ Ինչի հիմա ժամանակակին մանիկուլար խոհարարությունը կապ ունի քիմիայի հետ։ Իդեպ ես ինքս հենց մոլեկուլար գաստրոնոմիայով եմ զբաղվում։ Ձեր ինքնուրույն խոհարարական կարիերան ինչից սկսվեց։ Երբ հայրս որպես պատիժ ինձ ուղարկեց Մեքսիկա իր ռեստորանում աշխատելու, հազիվ թե կարող էր կռահել, որ դա ինձ համար լինելու է ոչ թե պատիժ, այլ հաճույք։ Կարող եմ ասել, որ կարիերաս սկսել եմ հենց սպասք լվանալուց։ Դա ամենաճիշտ մեկնարկն է։ Ցանկացած գործ նախաձեռնելիս պետք է սկսել ամենացածր աշխատանքից։ Դուք ապրել եք տարբեր երկրներում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, ենթադրում եմ այդ երկրների մշակույթը եւ խոհարարական ավանդույթները ճանաչելը ձեզ օգնեց այդ կարիերայում։ Absolutely. Անշուշտ, բոլոր այն երկրները, որտեղ ապրել ու աշխատել եմ, մեծ ազդեցություն են թողել շեֆի կարիերայիս վրա։ Յուրաքանչյուր նոր երկիր այցելելով խոհարարական նոր առանձնահատուկ լեզու ես ճանաչում, կամ քեզ արդեն ծանոթ լեզվի նոր ակցենտներ ես բացահայտում։ Ժամանակի ընթացքում սկսում ես խոսել գոյություն չունեցող մի լեզվով, որն իր մեջ միավորում է այդ բոլոր ակցենտները։ Հենց դա է իմ սիրած խոհարարությունը։ Գաստրոնոմիական էսպերանտը միշտ սրտովս է եղել։ Այդպես ստեղծում ես քո սեփական խոհարարական այբուբենը։ Եթե վարժվում ես, այդ այբուբենից ստացվում են բառեր, իսկ այդ բառերից պոեզիա։ Տեսեք, մի բան է լինել խոհարար, լավ խոհարար։ Մեկ այլ բան է լինել շեֆ եւ պատասխանատվություն կրել թիմի աշխատանքի համար։ Դա արդեն մենեջերի լավ աշխատանք է ենթադրում, հա, հոգեբանություն իմանալ հաճախորդի։ Այդ ամենը եւս ինչ որտեղ սովորել եք։ Let's say that the cooking part came out. Մարդկանց կառավարելու հմտությունը պետք եղավ առանձին սովորել։ Բավականին դժվար է լավ մենեջեր լինելը։ Այս գործը իր մեջ ներառում է ծախսերի, ժամանակի եւ մարդկային ռեսուրսների կառավարում, աշխատաժամերի բաշխում, ֆինանսական հաշվարկներ եւ այլն։ Կարծում եմ շեֆ խոհարարի աշխատանքի ամենաբարդ հատվածը անցումն է ստեղծարարից դեպի ձեռնարկատեր։ Ճանապարհի այդ հատվածը բավականին երկար է տևում։ Ընթացքում շատ սխալներ ես անում, բայց հենց դրանց շնորհիվ ես սովորում։ Քանի տարեկան էիք, երբ ձեր առաջին ռեստորանը հիմնեցիք։ Կարծեմ 27 տարեկան էի։ Քանի ռեստորան եք ունեցել դուք։ In total six. I had Ընդհանուր առմամբ 6 ռեստորանային նախագիծ եմ ունեցել, 2 ռեստորան Նիդերլանդներում, 4-ը Միլանում։ Այդ նախագծերից բոլորն էլ հրաշալի փորձ էին ինձ համար։ Սիրով կշարունակեի այս գործը, բայց հիմա հիմնականում զբաղվում եմ խորհրդատվությամբ աշխարհի տարբեր երկրների ռեստորանների եւ ռեստորանային ցանցերի համար։ Դա ավելի հանգիստ աշխատանք է։ Մեծ հաճույք եմ ստանում այս գործից։ Ում եք դուք հիմա ծառայություններ, խորհրդատվական ծառայություններ մատուցում։
All right. Before I was in London. Վերջերս օրինակ աշխատում էի Բոլյոն ընտանիքի նոր ռեստորանային նախագծի վրա։ Օգնում էի կյանքի կոչել նոր բիզնեսի գաղափարը Լոնդոնում։ Ընտանիքը շատ հայտնի է նորաձևության ոլորտում։ Նրանք K-Way, Sandek հագուստի բրենդների սեփականատերեր են ու նաև ռեստորանային մեծ բիզնես ունեն։ Իրականում այնինչ այսօր անում եմ տարբեր ընկերությունների համար, դա իրենց երազանքները իրականություն դարձնելն է։ Եվ հենց դա է ինձ ամենաշատը ոգեշնչում։ Շուտով պետք է մեկնեմ Մարոկկո, որտեղ աշխատելու եմ թագավորին շատ մտերիմ մի ընտանիքի հետ։ Տարիներ առաջ իրենք իմ վերահսկողությամբ հիմնեցին այժմ հաջողությամբ գործող մի նախագիծ։ Հիմա իրենց հետ համագործակցության շրջանակներում աշխատում եմ եւս 4 ռեստորանի եւ 1 քեյթրինգի ընկերության բացման ուղղությամբ։ Աշխարհում բազմաթիվ հեղինակություն ունեցող ազգությամբ հայ խոհարարներ կան։ Դրանցից մի քանիսը Միշլենի աստղերի են արժանացել։ Նրանց հետ երբևէ առնչություն ունեցել եք, շփվել եք։ No, there is actually a 2 Michelin. Գիտեմ, որ կան Միշլենի աստղի արժանացած ազգությամբ հայ հայտնի շեֆ խոհարարներ, բայց ցավոք մեր ճանապարհները երբեք չեն հատվել։ Ուրախանում եմ, երբ Միշլեն ստացած նոր հայ խոհարարի մասին եմ լսում։ Այդ մարդիկ պատիվ են բերում մեզ։ Պատմության ընթացքում ընդամենը մի քանի հայ է արժանացել խոհարարական արվեստի բարձրագույն պարգևի Միշլենի աստղին։ Առաջին հայը, ով ստացել էր այդ հեղինակավոր մրցանակը, Լիոնում հայտնի խոհարար ու ռեստորատոր Ալեն Սուքյասյանն էր։ Նրա ղեկավարած ռեստորանը պահպանել է Միշլենի աստղը 15 տարի շարունակ։ Բելգիահայ Կարեն Թորոսյանը 2 անգամ է Միշլեն նվաճել՝ 2016-ին ու 2023-ին։ Մեր հայրենակիցը Բրյուսելի կենտրոնում գործող Բոզար ռեստորանի շեֆն է։ Բացի այդ 24 թվականին նա տարվա լավագույն խոհարար էր ճանաչվել։ Մարսելահայ Լուդովիկ Տուրակը նույնպես դասվել է աշխարհի լավագույն խոհարարների շարքին։ Նրա Unitable Sud ռեստորանը աստղ ստացավ 2015-ին։ Թուրքական Բոդրում ծովափնյա քաղաքի Մացակիզի ռեստորանը Միշլենի բարձրագույն գնահատական ստացավ ազգությամբ հայ խոհարար Արետ Սահակյանի շնորհիվ։ Դա 2023-ին էր։ Ֆրանսիահայ Ջուլիա Սեդևչյանը ընդամենը 21 տարեկան էր, երբ Միշլենի աստղի արժանացավ։ Նա այդ մրցանակը ստացած ամենաերիտասարդ շեֆ խոհարարն է աշխարհում։ 2 տարի անց նա իր երկրորդ աստղը ստացավ արդեն որպես ռեստորանի սեփականատեր։ Միշլենի գիդում արժանի տեղ էր զբաղեցնում Չիկագոյի հայտնի Նահա ռեստորանը, որի սեփականատերն ու խոհարարը Քերի Նահաբեդյանն է։ Նրա մոտ սիրում էին ընթրել Բարակ Օբաման, Միք Ջագերը, Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Ռոբերտ Դե Նիրոն, Ստիվեն Սպիլբերգը, կաթողիկոս Վազգեն առաջինը։ Աշխարհի հայերը հաղորդաշարի գործընկերն է Ժարդան Դարմենի ապրանքանիշը։ Ժարդան Դարմենի Royal Brands-ին նոր ծանրակշիռ խոսք է կոնյակագործության համաշխարհային ասպարեզում։ Այն սրընթաց կերպով ճանապարհ է հարթում իր արժանի տեղը զբաղեցնելու լյուքս դասի աշխարհահռչակ խմիչքների շարքում։ 35 տարվա հնեցմամբ բրենդի բացառիկ ու նրբագեղ համային սիմֆոնիայի յուրաքանչյուր նոտայում ներառված են սերունդների ոգին ու վարպետությունը, զուգորդված արդի տեխնոլոգիական առաջընթացի լավագույն ձեռքբերումներով։ Ասում են դեպի մարդու սիրտը ընկած կարճ ճանապարհը ստամոքսով է անցնում, ուրեմն մարդուն գրավելու, գերելու համար նրան պետք է համեղ կերակրես։ Այդ իմաստով նաև խոհարարները ինչ որ իմաստով ազդեցության գործակալներ են ազգ ներկայացնելու հարցում։ Այն չէ կարծում հայկական խոհանոցը կարող է դառնալ այդ գործակալը աշխարհին հայկական մշակույթը բացահայտելու համար։ I believe that yes, indeed we should. Ես լիովին կիսում եմ ձեր ներկայացրած միտքը, իսկապես ազգային խոհանոցը օգնում է, որ մարդիկ սիրեն մեզ, հայերիս։ Դա վերաբերում է մշակույթի բոլոր բնագավառներին, իսկ խոհարարական արվեստը անկասկած նույնպես ազգային մշակույթի մասին է։ Մեր մշակույթը այդքան հարուստ է, մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք, պետք է կարողանանք դա ապացուցել նաև խոհանոցի ռեսուրսը օգտագործելով։ Միշա, իսկ ձեր ռեստորաններում երբևէ հայկական կերակրատեսակներ առաջարկում եք։
Yeah, definitely. In all of my Այո, իմ բոլոր ռեստորաններում ունեցել եմ ուտեստներ, որոնք եղել են ոգեշնչված հայկական եւ ընդհանուր առմամբ մեր Զարավելյան խոհանոցից։ Դրանք ոչ այդքան ավանդական հայկական ուտեստներ էին իրենց դասական տեսքով։ Ավելի շուտ հայկական ուտեստների իմ կողմից վերամշակված ու փոքր-ինչ վերափոխված տարբերակներ էին։ Դրանք ներկայացնելիս միշտ շեշտել եմ ուտեստի հայկական ծագումը։ definitely. Իսկ չեք մտածել երբեք հայկական ռեստորան բացելու մասին։ Օրինակ Միլանում ոչ մի հայկական ռեստորան չկա։ Well, I don't believe I have. Ցավոք հայկական խոհանոցին այդքան լավ չեմ տիրապետում, որ կարողանամ միայն հայկական ուտեստներից բաղկացած ճաշացանկ ստեղծել։ Դրա համար ինձ հավելյալ գիտելիք կպահանջվի։ Գիտեմ, որ տարիներ առաջ Միլանում եղել է հայկական ընտանիքի կողմից բացված ռեստորան, բայց որոշ ժամանակ անց այն փակվել է։ Կարծում եմ, հաստատ արժի, որ Միլանում հայկական ռեստորան լինի։ Գուցե գա մի օր, երբ ես դրա մասին մտածեմ։ Խոսենք ձեր հեռուստատեսային կարիերայի մասին։ Բազմաթիվ հաղորդումների հաղորդավար էիք եւ նաեւ դատավոր տարբեր խոհարարական մրցույթ շոուների։ Ինչպես հայտնվեցիք TV-ում։ Yeah, I was judging in various. Այո, ես դատավոր եմ եղել մի շարք հեռուստատեսային շոուներում եւ իմ սեփական խոհարարական շոուներ եմ ունեցել։ Այս ոլորտում պատահաբար եմ հայտնվել։ Մի անգամ պարզապես ընկերոջս խնդրանքով մի հեռուստատեսային հարցազրույցի մասնակցեցի։ Դրանից հետո ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին նկարահանվել, այսինքն հեռուստատեսային հաղորդում վարել։ Նախագիծը բավականին հաջող ընթացք ունեցավ։ Դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Միշա Սուքյասը Իտալիայում հանրահայտ հեռուստահաղորդավար է։ Նրա առաջին հեռուստատեսային նախագիծը վարորդները Պանդոկում ժամանցային շոուն էր։ Այս արտասովոր ծրագրի շրջանակներում նա ճանապարհորդում էր բեռնատարների վարորդների հետ միասին, փնտրելով լավագույն ավանդական իտալական պանդոկները ու գնահատելով դրանցում մատուցվող ուտեստները։ Միշան հետազոտել է Իտալիայի ամենահամեղ տարածաշրջանները՝ Լոմբարդիան, Վենետոն, Լացիոն, Ապուլիան։ Այնուհետև Սուքյասը դարձել էր Food Network միջազգային հեռուստաալիքով հեռարձակվող Comfort Food խոհարարական հեղինակային շոուի հաղորդավարը։ Եթերում նա կիսվում էր արագ պատրաստվող համեղ ու սննդարար ուտեստների հասանելի բաղադրատոմսերով։ Նույն ալիքով եթեր էր սփռվում նաև կտրատված Իտալիա կոչվող խոհարարական շոու մրցույթը, որտեղ մեր հայրենակիցը հանդես էր գալիս որպես խիստ, բայց արդար դատավոր։ Հաջորդ հեռուստանախագիծը դարձավ Effecto Wow խոհարարական շոուն, որտեղ հաղորդավարը ձգտում էր զարմացնել հանդիսատեսին ծանոթ ուտեստների անսպասելի ձևափոխություններով։ Իսկ հայտնի խոհարարական հեռուստաֆրանշիզի իտալական տարբերակում դժոխային խոհանոցում Սուքյասը համահաղորդավար էր իտալացի հռչակավոր շեֆ խոհարար Միշլենյան աստղի բազմակի դափնեկիր Կարլո Կրակոյի հետ։ La pentola che dovete usare non deve essere un antiaderente e soprattutto deve essere caldissima. Միշա, ինչի մասին է ձեր հեղինակած գիրքը։ About 3 books actually. Իրականում ես 3 գիրք եմ գրել։ Առաջինը դասական խոհարարական գիրք է, 100 առողջ սննդի բաղադրատոմսերով։ Սովորաբար իմ պատրաստած ուտեստները բավականին հագեցած են ու հյութալի են, բայց այս գրքով ես ցանկանում էի ցույց տալ, որ կարող եմ աշխատել նաև բոլորովին այլ ուղղությամբ եւ տապակած ուտեստների փոխարեն առաջարկել թեթև, առողջ եւ ցածր կալորիականությամբ սննդակարգ։ Դա իմ առաջին քայլն էր որպես հեղինակ։ Մյուս 2 գրքերն արդեն գեղարվեստական ոչի մեջ են բոլորովին այլ թեմայի շուրջ։ Դուք նաև դասավանդում եք։ Yeah, I've done that for 8 years. Այո, 8 տարի դասավանդել եմ Իտալիայի մի մասնագիտացված ուսումնական հաստատությունում։ Սիրել եմ այդ աշխատանքը։ Ինձ համար շատ կարևոր է փոխանցել իմ գիտելիքը ուրիշներին։ Ինձ համար այս գործը շատ արժեքավոր է։ Իմ աշակերտների թվում հաջողության հասած տաղանդավոր խոհարարներ կան։ Միշա, երբ գալիս եք ինչ-որ ռեստորան եւ շեֆը նկատում է ձեզ ու ճանաչում է, ինչպես է սովորաբար արձագանքում, վախենում է ձեր գալուց, ուրախանում է ձեր գալուն։ All right, everybody that knows me. Բոլորը, ովքեր ինձ անձամբ ճանաչում են, երբեք չեն վախենում ինձանից, քանի որ գիտեն, որ իրական կյանքում ես չեմ դատում։ Հասկանում եմ, գուցե իմիջիս պատճառով անծանոթ խոհարարները լարվում են իմ ներկայությունից, կարծելով, որ եկել եմ իրենց պատրաստած ուտեստը փնովելու եւ մեկնաբանելու, թե ինչ են սխալ արել եւ ինչ է ճիշտ։ Բայց դա բնավ այդպես չէ։ Դա իմ արժեքներին դեմ է։ Ես հավատում եմ խոհարարական համայնքի ուժին եւ
փոխըմբռնմանը։ Ընդհանրապես վախենալու կարիք չկա։ Շատ հազվադեպ է պատահում, որ ռեստորանում բարձրաձայն դժգոհեմ մատուցված ուտելիքից։ Գուցե ես ինքս չհավանեմ ու մասնագիտական թերություններ նկատեմ, բայց եթե ռեստորանում կան շատ հաճախորդներ, ում դուր է գալիս սնունդը, ով եմ ես, որ դատեմ։ Եթե ռեստորանը հաջողությամբ աշխատում է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Գնահատականի ուրիշ հիմք չկա ու լինել չի կարող։ Միշա, տասնյակ երկրներում եք եղել, իսկ Հայաստանում Oh, well, I'm ashamed of this, but I have never. Իրականում ամաչում եմ խոստովանել, որ Հայաստանում դեռ չեմ եղել։ Ինձ շատ են հրավիրել, բայց տարբեր պատճառներով չի ստացվել։ Քույրս բազմիցս եղել է։ Նա շատ է պատմում Հայաստանի մասին։ Լսել եմ, որ Երևանը գեղեցիկ, հաճելի, էմոցիաներ պարգևող վարդագույն քաղաք է, ակտիվ գիշերային կյանքով եւ հրաշալի ռեստորաններով։ Մի օր անպայման պետք է գնամ այնտեղ ու ինքս համոզվեմ։ Դե եկեք ուրեմն պայմանավորվենք, որ հաջորդ մեր հանդիպումը լինելու է Երևանում, ես կմտածեմ, թե որ ռեստորանում։ Շնորհակալ։ Միշա, դե որտեղ կերակուր, այնտեղ էլ ըմպելիք, այս 35 տարվա հնեցման Jardin d'Arménie Royal Brand-ին արտադրվել է ընդամենը 50 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Մի լավ առիթով համտեսեք, վստահ եմ կգնահատեք։ Իդեպ Իտալիայի խանութներում արդեն վաճառվում է։ Fantastic.